երբ է կառուցվել դաշտը։ Իմ հիշելով, իմ տվյալներով անցած տարի է դաշտը կառուցվել։ Իսկ մինչ այդ ինչպիսին է եղել իրավիճակը։ Ուղղակի այդպես էլի դաշտ էր, բայց քարից հատակ էր, էլի այդպես գազոն չէր, հիմա գազոն է։ Իսկ դուք տեսել եք ընդհանուր, թե ինչպիսի տեսք են ունենում այն դաշտերը, որոնք վերակառուցում են։ Հայաստանում նկատի ունեք։ Հա, վերջի Երևանում, կենտրոնում, թեկուզ այդպես շատ ուշադրություն չեմ դարձրել, որ անկեղծ ասեմ։ Իսկ գոհ եք ընդհանուր։ Հա, բավականին, հա, ուղղակի երեխաները բավականին անփույթ են վարվում, միշտ ճիշտն է ճիշտ, թե այստեղ, թե այնտեղ, թե չէ ընդհանուր բարելավումը շատ հաճելի է։ Կառուցել չենք հիշում, երբ է եղել։ Հա։ Բայց նորմալ է, երեխեք խաղում են։ Գոհ են։ Ինչքան հիշում եմ, մայրի ժամանակ է կառուցվել, Թաղապետը, Հովհաննեսյան մայրի ժամանակ։ Իսկ մի բան հարցնեմ, նախորդ կատարելը գործվել է։ Իսկ մինչ այս ինչպիսին էր դաշտը։ Ոնց էր դա։ Ֆուտբոլի դաշտը ոնց էր դա, ֆուտբոլի դաշտի տեղը։ Տեսքը ինչպիսին էր։ Ինչ էր դա։ Ազատ տարածք էր, ազատ տարածք էր։ Ուղղակի սարքել են, ստեղել ազատ եղել, մաքրել են, սարքել են։ Այս բասեինը որ սարքեն, էս էլ լավ կլինի։ Որի մաքրեցի, գեղեցկացավ ամեն ինչով, երեխաները խաղում են առավոտից մինչև գոհ։ Արդեն որ ասում եմ, ոչ մի պրոբլեմ չկա բնակչության համար։ Բայց մի այսպիսի հարց էլ տամ, քանի որ մենք վերջին շրջանում շատ ենք այցելել տարբեր տեղերի ֆուտբոլի դաշտերը ու տարբերությունը զգացինք, քանի որ օրինակ կենտրոնական հատվածներում մի փոքր այլ պատկեր է։ Դա ինչի հետ է օրինակ կապում, որ այստեղ այդպես չեն սարքում, ոնց կենտրոնական հատվածներ։ Չեմ կարող ասել։ Հնարավորությունները Հնարավորությունները սահմաններում երևի ասել։ Մեր հոպարան։ Եվ հնարավորությունները Լեռնային գոտի է, էլի դժվար է ասենք, թե ամեն կառուցվածք ինչ-որ մի տեղի հետ համեմատվի։ Որտեղ որ հնարավորություն կա, սարքում են, այնքան որ երեխեքը կարգին խաղում են, զբաղվում են, ամեն ինչով նորմալ է։